Կուզեմ շատ կարճ վկայես, թե ինչից Աստված քեզ փրկեց այս վերջի քո հղիության ընթացքում, համեցի սերնեքուրս։ Սերնեքուրը երբ որ իր զավակը պետք է ունենար հղիության ընթացքի մեջ էր, քանի ամիս առաջ ծնվեց երեխան։ 6 ամիս։ Լավ, 7-8 ամիս առաջ, որ ահագին չաղ էր սերնեքուրը, տերորդնի, այսինքն պտուղին սպասում էր բոլոր հղիության ընթացքում, ես ասեմ նևրոզ, դուք ասեք սուր նևրոզ, ես ասեմ հարցակում, դուք ասեք հարցակումների հարցակում։ Սերնեքուրս մենք մտածում ենք, որ մի բան կլինի իրեն, մի բան կլինի պտուղի հետ, բայց Աստված իրեն խոսք տվեց, Աստված իրեն բան ասեց ու խոստացավ, ու այդպես էլ եղավ, բան չեմ հիշում, բայց կուզեմ ասես։ Փառք Տիրոջը, մինչև հղիության ընթացքը ասեմ, որ այդ երեխան հավատքով եմ ունեցել, ես 3 երեխաների մայր եմ, բայց այդ երեխային սպասում էի ես շատ, որտեվ շատ կարևոր էր ինձ համար եւ այստեղ եկեղեցում էի հղիանալու հնարավորությունը շատ քիչ էր, չեմ ուզում մանրանամ, ուղղակի ամաչում եմ, բայց հնարավոր չէր ուղղակի։ Վերջում նստած էի ու Կարեն եղբայրն ասեց, հիմա մեկը ասում է իմ համար արդեն ուշ է, էլ հնարավոր չի, եթե դու այդ մեկն ես ձեռքդ բարձրացու, ասա ոչ, հենց հիմա սկսվում է իմ հնարավորությունը։ Ու ես ձեռքս բարձրացեցի ու ասացի Տեր, ես ուզում եմ այդ երեխան ունենալ։ Ու հենց նույն ամիսը ես հղիացել եմ ու որ արդեն իմացա հղիության մասին, մենք գնացինք գրանցվելու, բայց վատ բան ասեցին։ Հենց ամենասկզբից ասեցին, խնդիր կա, այդ երեխան եթե մի քիչ մեծանա, քո առողջության համար լուրջ խնդիր է լինելու, կյանքի ու մահի հարց է, գնացեք շուտ ընդհատեք այդ երեխան։ Այդքանը չգիտեն Կարեն եղբայրենք, ոչ մեկ չգիտի, ես ու Սաքոն ենք աղոթել ենք լուր, աղոթեցինք, լացանք մի ամբողջ գիշեր ու գնացինք առավոտյան, որ տեսնենք ինչ կասեն բժիշկները։ Ու Սաքոն տենց երեկոյան ինձ մի բան ասեց Սերին, ես հավատում եմ Աստված հրաշք անելու։ Գնացինք, բժիշկը նայեց, այն բժիշկն է, որ իրանց համար մեկ է էլի։ Մի անգամից կասեն մաքրենք ու վերջ։ Ասեց ես չեմ ուզում ձեր տալ այդ երեխային, թող մնա, նորմալ է ամեն ինչ։ Եկանք տուն ու անցավ մի որոշ ժամանակ, սկսվեց խնդիրներ, լուրջ խնդիրներ, ամբողջ ընթացքում արնահոսություն, հասցրել են հիվանդանոց, պարկել եմ, նորից հետ ենք եկի, ամբողջ ընթացքը այդպես ու ինձ մի վախ էր բռնել, Կարեն եղբայրը էլի չգիտի, այդ մահվան վախն էր, որ միշտ ես մտածում էի կմահանամ, երեխաներս որ կմնան, այդ վախն էր, որ արդեն ես վերցրել էի բժիշկների խոսքը, որ իրան վատ բան է լինելու, տենց եկավ արդեն 6-րդ ամիսն էր, արդեն շատ վատ էի, ահավոր վատ, գնում եմ ասում են, որ այդ խնդիրը անցնում է մեզապարկ, անցնում է մյուս օրգանները եւ այլն, այսպիսի բաներ ու այս հիվանդանոցից այն հիվանդանոց են ուղարկում, զգում ենք, որ ոչ մեկն էլ լուրջ չի վերցնում։ Վերջը ես ու Սաքոն Աստղիկ հիվանդանոցից տենց մի ծանոթ մարդ գտանք ու այնտեղ գնացինք, Աստված օրհնի այդ բժիշկին, ինքը ինձ տիրություն արեց ու պետք է արդեն պատրաստեինք վիրահատության, այդ ամբողջ ընթացքում եկեղեցին աղոթում էր։ Կարեն եղբայրս քանի անգամ ինձ մարգարեական խոսքեր է ասել, ինչ ասել է կատարվել է։ Ասեց, այս ամիսն էլ համբերի, 8-րդ ամսի, այս ինչ վաղտում կգնաս, ու տենց էլ եղել է։ Ասում էր մենք քեզ սպասում ենք, դու հետ ես գալու։ Հելում էի բեմ, որ երկեի, վերջում ասում էի Տեր, տենաս ես նորից կվերադառնամ ստեղ։ Այս մտքերի մեջ էի Կարեն աղբերն ասում էր, դու հետ ես վերադառնալու ու նորից երգելու ես։ Վերջում, բայց դժվար էր, հավատքի կռիվ էր գնում,
այս միտքը մահվան միտքը ինձ անդադ վախեցնում էր ու ես լուրջ աղոթք արեցի, ասեցի Տեր, հիվանդանոցում էի, հաջորդ օրը պետքա վիրահատեին, ասեցի Տեր, ես ուզում եմ դու ինձ ասես, ես կգամ քո մոտ, խնդիր չկա, բայց իմ երեխեքը փոքր են, ինձ ասա, եթե տանելու ես, ես իմ անելիքը իմանամ, ես իմ աղբորս ասեմ, ու ասեմ էլի հանձնարարեմ ում ինչ պետքա, ու ես երաս տեսա, որ գայլերի ոհմակը լծվել է իմ վրա, բայց մեր հովիվներից մեկը կանգնեց ու ասեց, ես զոհ եմ արել իր համար, ինքը պիտի ապրի, ու արթնացա Սուրբ Հոգին ասեց, դու ապրելու ես, որտև հայրը իր որդուն զոհել է քո համար, գնացի վիրահատության ու վիրահատության ընթացքը շատ վատ էր եղել, մեզապար ծագել էին երկու տեղից, արնահոսություն էր ունեցել եմ, ապրելու հույս ընդհանրապես չի եղել, այնտեղ ծանոթ ունեմ, որ անգամ այդ ընթացքը նկարահանել է, թե ոնց է ամբողջ արյունը վերցրել այնտեղ ու լիքը ամբողջ բժիշկները, բոլոր բժիշկներն այնտեղ են եղել, բոլորը սենց սպասել են, որ ինչ ա լինելու ու ընդհանրապես չեն հավատացել, որ ես կարող եմ ապրեմ, բայց ապրեցի, բայց Տերը ինձ կյանք տվեց։ Ու երբ որ առավոտյան ես արթնացա, աչքերս բացեցի, բժիշկ տեսա լիքը լծվել են ու սենց նայում են, սենց են անում իմ կողքը, ասում ինչ այլ է, որ սենց են անում, ասում դու մալադեց, դու գիտես Աստված քո հետ էր, այդ տարիքով բժիշկ էր ասում փառք Աստծուն քո համար, ու իրանք ասեցին նաև, որ Աստղիկ հիվանդանոցում սա եզակի դեպքն է եղել, որ սենց իրավիճակից մարդը ապրել է, ասում էին հետո որ գնում էինք ինչ որ վճարելու եւ այլն, ասում էին գնացեք, մենք ոչ մի բան չենք ուզում, մենակ դուք ապրեք։ Փառք Աստծուն ամեն բանի համար, ամեն փառքը, ամեն պատիվը թող Աստծուն լինի։ Շնորհակալ եմ Կարեն եղբայրս։ Երեխայի անունը Դավիթ է։ Տղա էր, այո։ Աստված օրհնի սերն է քորս։ Դավիթը ծնվեց, փառք Տիրոջը։